այդ հաղթանակը մայիսի 9-ին հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, էլ չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են։ Հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի հարաբերությունների մեջ միջպետական լինի, դա ԵՄ-ի հետ լինի, դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը